Հարգելի հեռուստատողներ, հեռանկարի հյուրն է տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Այսօր կարծում եմ, պարոն Բարխուդարյան, կարևոր իրադարձություն տեղի ունեցավ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը վավելացրեց, հաստատեց կամավորության արժանացրեց այն, ինչի մասին անընդհատ խոսվում էր, no-trip ծրագրի մասին եմ խոսում եւ այդ փաստաթուղթը հիմա ուղարկվելու է համանadrական դատարան, հետո ազգային ժողով, կարծես թե բոլոր այդ սցենարները, քննարկումները այսպես կանխատեսելի են։ Կարող ենք ասել, որ ի վերջո նաեւ զգում ենք, որ ինչպես ասում են, միսուարուն է ստանում այս ծրագիրը եւ թերհավատությունը քչանում է այս ծրագրի հետ կապված։ Միանշակ կարող ենք ասել, մանավանդ որ այդ ուղղությամբ աշխատանքները արդեն մեկնարկել են։ Օրինակ նույն երկրաբանահետախուզական աշխատանքները ամբողջ մեղրի տարածքում, հենց թրիփի շրջանակներում ընկերություններ կան, որ տենդերներ են շահել, արել, առանց ավելորդ ինչ-որ գովազդային արշավների եւ այլն աշխատանքը գնում է։ Ինչպես նաեւ ամերիկյան այլ ծրագրերը հրազդանում, Գագարինում գործարաններ են կառուցվում շատ արագ եւ շատ տպավորիչ է դա, որ այսպիսի արագ տեմպերով ծրագրերը գնում են առաջ։ Կան տարբեր կարծիքներ, որ գիտեք, դա նույն այդ թրիփը, նույն Թուրանն է, սա ուղղակի տարբեր այլ պրոյեկտներ է, այդ բոլորը բացահայտ սուտ է։ Թրիփը մեր երաշխիքն է, որ Թուրան չի լինելու եւ Հայաստանի սուվերեն տարածքը մնալու է Հայաստանի գերիշխանության օրոք ներքո։ Եվ ամբողջ այդ ծառայությունները մատուցվելու են հայ-ամերիկյան ընկերության կողմից։ Սա մեծ երաշխիք է մեր անվտանգության եւ հնարավորություն, որ Հայաստանը դառնա նաեւ տրանզիտ երկիր, իր տարածքով բեռնաշրջանառություն լինի ակտիվ, ինչու՞ չէ նաեւ հյուսիս-հարավ ճանապարհը ակտիվացվի, էլի Հայաստանի տարածքով, էլի Սյունիքով, էլի Մեղրիով։ Ես շատ հուսով եմ, որ Իրանի հետ կապված հակամարտությունը շուտով կդադարի եւ Իրանը կդառնա շատ կառուցողական եւ կարեւոր օղակ մեզ կապող Պարսից ծոցով Հնդկաստանի հետ, այլ երկրների հետ եւ նաեւ իրենց էլ կապող Հայաստանի միջոցով Եվրոպայի հետ։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Կարարատ Միրզոյանը թրիփի նախագծի վերաբերյալ հետեւյալն է ասել, որ թրիփ զարգացման ընկերությունը կստանա, ես մեջբերում եմ, հողօգտագործման եւ կառուցապատման իրավունք այս գոտիներում եւ այս իրավունքը կգործի նախնական 49 տարով։ Բաժնեմասերը կբաշխվեն հետևյալ կերպ, Միացյալ Նահանգներին 74%, Հայաստանի Հանրապետությանը 26%։ Ես ուզում եմ հիմա պարզ հասկանալի լեզվով բացատրեք հասարակ հեռուստատողի համար, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ ամերիկյան կողմը մեծ ներդրումներ է անում, իդեպ դրան իլրացում ուզում եմ ասել, որ այդ 49 տարուց հետո եթե երկարացվի համաձայնագիրը, Հայաստանի բաժնեմասը կդառնա 49%։ Սա նշանակում է դա շահույթի բաշխման ընդհանրապես չափերն են, տոկոսներն են։ Կարող եք պատկերավոր թվարկել ինչ է շահում Հայաստան, որովհետև ես համոզված եմ, որ շատերը տրանսպորտային բեռնաշրջանառությունն է վերականգնվում Մեղրի տարածքով, այդ տարածաշրջանի Նախճեվանով դեպի Թուրքիա եւ հակառակը։ Նաև մենք կարող ենք կապվել Նախճեվանով Արարատյան դաշտի հետ երասխի միջոցով։ Ապագայում նաև հնարավոր է հաստատել Ադրբեջանի հետ ուղիղ, հենց Սյունիքի Մեղրի տարածքով։ Այսինքն բավականին լավ հեռանկարներ են։ Խոսքը միայն երկաթուղային տրանսպորտի մասին չէ։ Առաջին հերթին երկաթուղային տրանսպորտն է, իսկ հետո ավտոճանապարհը պետք է կառուցվի լրիվ նոր, որտեղ նախկինում չկար ավտոճանապարհ միացնող Մեղրին, օրինակ Ադրբեջանի հետ։ Միայն գնացքներ։ Դրան զուգահեռ կլինի նաև ավտոճանապարհ եւ կլինեն ավտոճանապարհներ Սյունիքի մարզի այլ հատվածներից նույնպես եւ այլ հատվածներում նույն ավտոճանապարհներ կմիացնեն նաև Հայաստանը Թուրքիայի հետ նույն Մարգարայի կողմից ավելի հյուսիս եւ այլ եւ դա իհարկե կմեծացնի տրանսպորտային շրջանառությունը բեռնաշրջանառությունը կան տարբեր հաշվարկներ հետո նաև այլ ենթակառուցվածքներ չէ խողովակաշարեր մատներ ես չգիտեմ մեծ ծրագիր կա նույն թուրքմենական գազը Կալկինիշ հանքավայրում, որ նոր մեծ պաշարներ են հայտնաբերվել Թուրքմենստանում, այդ գազը Կասպից ծովի հատակով գա Լենքորան, Ադրբեջան,
այնուհետև այնտեղից Արաքսի հովտով Հայաստանի տարածքով Նախճեվանով Թուրքիայով գնա դեպի Եվրոպա։ Դա խոսքը շատ մեծ պաշարների մասն է խոսքը եւ շատ մեծ ծավալների մասին արտահանման, որը մեծապես կլուծի Եվրոպայի վառելիքաէներգետիկ խնդիրները, որտեղ այսօր ամերիկյան սեղմած գազը բավականին թանկ է նստում իրենց վրա։ Եվ դա բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը, տնային տնտեսություններն են տուժում դրանից, կենսամակարդակն է իջնում, դա շատ կարևոր է։ Խոսքը եւ ջերոսման մասին է, եւ ջրամատակարարման նույնիսկ եւ այլ։ Պարոն Բարխուդարյան, տեսեք, վիճելի հարց կա Իրանի եւ Ռուսաստանի հետ կապված։ Նու գաղտնիք չէ, որ մեղմ ասենք, հա, այս ծրագիրը Իրանի եւ Ռուսաստանի սրտովը չէ։ Եվ քաղաքական, եւ տնտեսական, եւ ռազմավարական տարբեր խնդիրներով, հանգամանքներով պայմանավորված։ Հիմա ինչ Ռուսաստանը կամ Իրանը այդպես հանգիստ նստելու են նայեն, թե ոնց է իրենց, հա, քթի թակ կառուցվելու թրիփ երկաթուղին կամ առասարակ այդ նախագիծը իրականացվելու։ Գիտեք, ես տարբերություն կդնեի Ռուսաստանը եւ Իրանը նույն շահերը չունեն այստեղ։ Ես չեմ ասում նույն շահերը, բայց ասում եմ, որ Ռուսաստանի սրտով չէ, որ Ռուսաստանը հավակնում է ինքը մաս լինել դրա, ինքը իր վերահսկողության տակ առնել դա։ Եվ այդ մասին բացահայտ ասել է ռուսական կողմը։ Ասելու է եւ այլն։ Ինչ վերաբերում է Իրանին, ես կասեի հակառակը։ Ռուսաստանը ասում է թրիփը հեռանկար չունի, բայց եթե մենք մասնակցենք թրիփին այդ ժամանակ դե հասկանալի է դա։ Լուրջ հայտարարություն չէ։ Իսկ Իրանին պետք է որ դա ավելի ձեռք տա, որովհետեւ դրանով Իրանը երաշխավորում է, որ այդ թուրան գաղափարը չի կայանա։ Ամենաշատը դրանից էր զգուշանում Իրանը։ Եվ եթե լինի խաղաղություն, ինքը որևէ խնդիր չունի հայ-ամերիկյան կազմակերպության աշխատելու, մանավանդ խոսքը վերաբերում է տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Իրանին դա ձեռնտու կլինի, եթե Միացյալ Նահանգների հետ Իրանը կարողանա արդեն Մեղրիով, նույն Ջուֆայով իրանական Նախճեվանում երկաթգիծը գործարկել։ Բայց դա այն դեպքում, երբ որ Միացյալ Նահանգների հետ Իրանը որոշակի բարեդրացիական շատ հուսով ենք, հենց խաղաղություն լինի, այդ բոլոր նախագծերը կսկսեն աշխատել։ Բայց այդ խաղաղության երաշխիքն էլ կարծես թե չկա, անընդհատ այդ Իրանա խաղաղության երաշխիք ճակատում սրացում ոչ միտեղ չկա, նույն Ուկրաինայի հետ էլ կապված էլ չկա, բայց կան շանսեր, որ իրեն կարող են վերջին հաշվով պայմանավորել։ Ամեն դեպքում դա կտա բավականին մեծ հնարավորություն նաև Հայաստանին որպես խաչմերուկ աշխատելու տրանզիտային կարևոր եւ նույն գազի տրանզիտից Հայաստանը նույնպես գումարներ կստանա, նույնպես եկամուտներ կունենա, կարող է մենք էլ օգտվենք ապագայում այդ գազամուղից, եթե մեզ համար մատչելի գներով եւ ընդունելի պայմաններով է այդ գազը մատակարարվելու։ Իսկ տեսնում եք ինչ-որ ռիսկեր, խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել այս ծրագրին, ու նաև թեկուզ տարածաշրջանային իրավիճակով, զարգացումներով պայմանավորված։ Նու ամենամեծ ռիսկը այսօր գոյություն ունեցող հակամարտությունն է Իրանի Միացյալ Նահանգների, Աստված ջանի, որ դա ավելի սրվի եւ ընդգրկի սահմանամեծ տարածաշրջանները Հայաստանի հետ։ Այսօր նույն առևտրաշրջանառությունը շարունակում է Իրանի հետ։ Ի պատիվ Իրանի, պետք է ասեմ, իրենք պահում են իրենց մատակարարումների ողջ տեսականին, ծավալը, քանակը, գազերը մատակարարվում, էլեկտրաէներգիայի մատակարարում Հայաստանից արդեն Իրան եւ այլն։ Մոտ $700 միլիոն առևտրաշրջանառություն ունենք։ Այ ամենամեծ ռիսկը դա է։ Եվ Աստված ջանի այլ ռիսկերն են կապված Ադրբեջանի Թուրքիայի հետ, որը ես այսօր չեմ տեսնում։ Ամերիկյան ներկայությունը եւ Եվրոմիության ներկայությունը շատ հզոր գործոն է մեզ համար։ Եվ սա այն դեպքը չէ, որ ասում ենք այ մեր գեղեցիկ աչքերի համար է կան, դա շուտ կա աջակցելը Հայաստանին, բայց դա իրեն շահերից է։ Գեղեցիկ աչքերի գործոնները մի թեթև կա։ Շահերից է շատ բխում դա։ Նույն Ամերիկան ուզում է իր ներկայությունն ունենա այդ ամբողջ մայրուղիների վրա։ Նույնը վերաբերում է Եվրոմիությանը։ Կա նաև անգործոնը, որ Եվրոպայի ամենաարևելյան մասն է, հարավ-արևելյան մասն է Հայաստանը, հին քրիստոնեական քաղաքակրթություն։ Կրոնի հարցներ կա, ինչու՞ չէ։ Իրենք դա բարձրաձայն չեն ասում, բայց մենք համարում ենք Եվրոպայի մաս։ Լավ, Իրանի հետ կապված պարզ է ձեր տեսակետը, հիմա փորձենք ռուսական դիրքորոշումը հասկանալ, ու Ռուսաստանի եւ Հայաստանի խնդիրները հիմա միայն թրիփի մասով չեն, նաեւ բազմաթիվ այդ տնտեսական սանկցիաներ, այ դրանց մասին ինչ կասեք։ Դե Ռուսաստանը, ինչպես պատմությունն է ցույց տվել, կարող է Հայաստանի հաշվին առևտուր անել Թուրքիայի հետ, օրինակ։ Ինքն էլ ոչինչ չստանալ արդյունքում, թուրքերը գեղեցիկ ձևով իրենց են խափում,
Բայց հետո համարել, որ դե Հայաստանը միակ հույսը Հայաստանի անվտանգության դա ռուսներն են, Ռուսաստանն է եւ այլն։ Դա բերեց նրան, որ 1921 թվականին մենք կորցրեցինք մեր հայրենիքի կեսը։ Դե ոչ ավելի։ Այն ինչ որ կար, ես չեմ ասում Վիլսոնի գրած քարտեզով, Սևերի պայմանագրով, կանխորոշված տարածքները։ Եվ այդ բոլորը կորցվեց, եւ Ռուսաստանը կարծում է նույն ձևով կարող է շարունակել։ Բայց դա արդեն այդպես չի։ Ժողովուրդը արդեն գիտակցում է, մենք 21-րդ դարում ենք ապրում։ Ժողովուրդը լավ ինֆորմացված է։ Մեր ամենամեծ թերությունը, թե ինձ կհարցնեք, մեր ժողովրդի թերահավատությունն է։ Ինչ ասում են, հատկապես եթե Ռուսաստանից ասում են, ամեն ինչ հավատում են։ Նույն 20 թվականին բոլշևիկները գալիս ասում են ինչ սահման, ինչ բան, ուզում ես մուշում ապրի, ուզում ես վանում ապրի, միջազգային այդ աշխատավորական ինտերնացիոնալ։ Հիմա կարծես թե բայց այդքան էլ չեն հավատում, կարծում եմ մեր հասարակության, կարծում եմ հիմա այդքան էլ շատ չեն հավատում, մեր գիտակցության ընկալումների մեջ որոշակի փոփոխություններ տեղի ունեցել են։ Հիմա այդ փոփոխությունները կա։ Եվ դրա համար մենք պետք է հույսը մենակ մեր վրա դնենք։ Չի կարելի ոչ մեկի վրա չէ, պետք է շատ ակտիվ աշխատել։ Նույն Ռուսաստանի հետ տնտեսական կապերը պետք է պահպանել, զարգացնել։ Այդ տնտեսական պատժամիջոցները, այդ սանկցիաները Ռուսաստանը կարծես թե շարունակում է, թե վերջին շրջանում նոր ինչ-որ արգելքներ, արգելանքներ չկան, բայց process-ը որպես այդպեսին շարունակվում է։ Մինչև վերջ, մինչև ուր կարող է Ռուսաստանը շարունակել այդ։ Ես հակված եմ մտածել, որ կամաց-կամաց դա կվերացնի սահմանափակումները, մարման կգնա։ Հակառակ դեպքում այդ նույն ապրանքը էլի կհայտնվի ռուսական շուկայում, նույնիսկ ադրբեջանականի ավանդակ։ Մարման կգնա, որովհետև մենք այդ դիվերսիֆիկացիոն ճանապարհներից օգտվեցինք, Եվրոպայում շուկաներ գտանք, թե այդ ապրանքը եթե գնվում է ռուսական շուկայում, ուրեմն դրա կարիքը կա։ Հայկական կոնյակը չի կարող չվաճառվել ռուսական շուկայում։ Միայն կերծ հայկական կոնյակ չեն կարող ճիշտ վաճառել, չէ՞։ Նույնը վերաբերում է մրգերին, վանջարեղեններին եւ այլն։ Վաղ թե ուշ իհարկե կլինի։ Իրենք դա հասկանում են եւ կարծում են կամաց-կամաց կվերացնեն։ Սա պարզապես պատժելու կամ ցույց տալու միջոց է, թե հա տեսեք ինչ ձեզ հետ կկատարվի, եթե դու գնաք Եվրոպայության շուկա, ամբողջովին կզրկվեք ԵԱՏՄ-ից եւ այլն։ Եղբայր, ԵԱՏՄ-ի հետ առևտուր են արել եւ անում այնպիսի երկրներ, որ ոչ ԱՊՀ-ի անդամ են, ոչ ԵԱՏՄ-ի անդամ են։ Նույն Թուրքիայի օրինակն եմ միշտ բերում, ամենաագրեսիվ ՆԱՏՕ-ի անդամը առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ 26 միլիարդ դոլար էր, սանկցիաներից հետո դարավ 56 միլիարդ։ Տեսեք ինչքան մեծ քանակ է վերարտահանվում Թուրքիայից Ռուսաստան եւ այլն։ Եվ ինքը չի միանում այդ սանկցիաներին։ Կամ ձևականորեն ասում է, որոշ սանկցիաների միանում են, մնացածի ոչ։ Ինչի՞ մասն է խոսքը։ Ուրեմն Հայաստանի հետ էլ կշարունակվի։ Այսինքն Ռուսաստանը չի ուզում Հայաստանին դուրս մղել ՀԱՏՄ-ից, երևի ընդհակառակը ուզում է մեզ ավելի պնդացնել, ամրացնել։ Տեսնենք ինչ ծանր վիճակ է, որտեղ դեռևս պատրաստ չենք Եվրոմիության շուկա մտնելու, եւ հիմա դժվար կլինի։ Դրա համար ասում թող ժողովուրդը հանրակրվեանի եւ այլն։ Ստիպում է հանրակրվե, դա ինչ-որ հոգեբանական ճնշման նման է, հա։ Ով կարող է, փորձում է, բայց ոչ ոք չի կարող մեզ ստիպել մեր ներքին կյանքում ինչպես վարվենք, ինչ քաղաքականություն տանենք։ Մենք շատ լավ գիտենք, որ այդ ուղղությամբ ենք գնում, երբ որ պատրաստ լինենք արդեն մտնելու, այն ժամանակ ասենք, որ մենք արդեն Եվրոմիության մաքսային միության անդամ ենք եւ չենք կարող լինել ԵԱՏՄ մաքսային միության անդամ։ Դա էլ հարց է։ Բայց դա տարիների հարց է։ Դրան նախապատրաստվել է։ Բայց դուք երևի որպես տնտեսագետ, նաև տնտեսական խնդիրների մասով ձեր սեփական կարծիք տեսակետը ունեք։ Ի վերջո որ ճանապարհն է ճիշտ Հայաստանի համար դեպի Եվրամիություն, թե ԵԱՏՄ։ Ես կասեի բոլորը միասին։ Դիվերսիֆիկացիան արտահանման, առևտրի, տնտեսական կապերի չպետք է այդպիսի ուղղակի կապեր ունենա տարվող քաղաքականության հետ երկրների։ Ով որ կշեղվի այդ ընդհանուր սկզբունքից, ինքը կտուժի։ Մենք պատրաստ ենք եւ պատրաստ ենք եղել եւ առևտուր ենք արել Ռուսաստանի հետ։ Պատրաստ ենք շարունակելու։ Ինչ վերաբերում է Եվրոմիությանը, սա մի անտակ շուկա է մեզ համար։ Իր հնան 10 անգամ ավել է, քան Ռուսաստանի հնան։ Բոլոր միասին պարզ է, որ ընդունելի տարբերակ է, բայց ԵՄ, ԵԱՏՄ տարբեր առիթներով, տարբեր պաշտոնյաներ, տարբեր ամբիոններից ասել են, որ դա չի լինի։ Այդ հայտնի խոսքը մի անգամից երկու աթոռի վրա նստել չի լինի։ Այո, չի լինի, մենք էլ չենք նստի։ Մենք դա գիտենք, որ չի լինելու։ Բայց Եվրոմիության աթոռի վրա նստելը շատ ավելի կայուն է մեզ համար եւ ավելի հեռանկարային։
Այս դա չի նշանակում, որ մենք առևտուր չենք անում։ Իսկ ինչ է միջև ԱՊՀ կամ ԵԱՏՄ նույն ապրանքները չէին գնում, գալիս Ռուսաստան։ Մի մաքսատուր պետք է ավելանա, դա էլ կլինի։ Բայց տեսեք ինչն է վատ, ոչ միտեղ, ոչ մի խոսքում պաշտոնյա այդ երաշխիքը չկա, որ մենք շարժվում ենք այդ ճանապարհով ու վերջո կհասնենք Եվրամիություն։ Միշտ նաև վարչապետը ասում է, որ կզարգանանք, կհասնենք Եվրամիության ստանդարտներին, մակարդակին, բայց գուցե այդ ժամանակ Եվրամիությունը ընդլայնման քաղաքականություն ընդհանրապես չունենա եւ նոր անդամներ ընդունելու ցանկություն չունենա, բայց մենք գոնե լավ երկիր կդառնանք։ Ստացվում է, որ փորձեն գնալ, բայց հետո չստացվի կգանք նորից ԵԱՏՄ, հա, ոնց որ հայրական տուն նորից գանք։ Ես վստահ եմ, որ կստացվի։ Մենք Եվրոպայի մաս ենք եւ այդպես էլ ընկալվում ենք եվրոպացիների կողմից։ Այստեղ միայն զուտ ապրանքների սերտիֆիկացման հարցը չէ։ 26 դար միասին ենք ապրել։ Ինչի մասն է խոսքը։ Ազատ է, չէ՞, սահմանները բաց էր։ Վերջի դարն է, որ բոլշևիկների գալուց հետո մտցվեց վիզաների համակարգը եւ այլ եւ այլ։ Իրանք դա շատ լավ գիտեն։ Հայերին Եվրոպայում շատ լավ են ճանաչում։ Կան շատ եվրոպացիներ, որ գալիս են օրինակ Ֆրանսիայից եւ ասում են, մենք ստեղ մեզ զգում ենք ավելի Եվրոպայում, քան որոշ արևելյան Եվրոպայի երկրներում։ Այնպես որ այդ վտանգները չկան, ես վստահ եմ, որ Եվրոպան պատրաստ է եւ շատ ավելի արագ տեմպերով Հայաստանի անդամակցությանը, քան մենք ենք իրականում աշխատում։ Այս տեսեք մյուս կողմից մենք ասում ենք, որ մենք դեռ մեր տեխնոլոգիաներով մրցունակ չենք Եվրոպայի համար եւ կարծես թե հիմա որ Եվրոպան դռները բացել այն տպավորությունն է, որ խղճահարությունից է բացել, բայց այդ դռները կարծես թե միշտ չեն կարող բաց մնալ, ի վերջո այդ մրցակցության խնդիրը կլինի, այդ եվրոպական ստանդարտների խնդիրը կլինի, արդյոք մենք կդառնանք մրցունակ։ Խղճահարությամբ առևտուր չի լինում անել։ Դե դա եմ ասում։ Այսօր մի քանի միլիարդի առևտուր ունեք, չէ՞։ Որպեսզի այդ ծաղիկները չթարամեն ծիրանը, որպեսզի այդ նույն ծիրանի պահածոները դեռ միջև է սանկցիաները նույնպես գնում էին Եվրոպա։ Այդ նույն հանքաքարը կամ խտանյութը կամ սև պղինձը նույնպես գնում է Եվրոպա։ Ձուլվում է եւ մեծ օգուտներ է տալիս, օրինակ Նորդդոյչե աֆիների գործարանին Համբուրգում։ Ինչի մասն է խոսքը։ Անկախ այս բոլոր սանկցիաներից։ Իրենք պահանջի ունեն։ Մենք պետք է դա ուժեղացնենք եւ նույն Եվրոպայի սահմաններում էլ դիվերսիֆիկացնենք։ Ես համաձայն եմ ձեր այն մտքի հետ, որ իրենց շուկան հագեցած է բավականին։ Այնպես չէ, որ ասում են ինչքան ուղարկենք Ռուսաստան անտակ ձևով գնում է։ Չէ, բայց մի քիչ վաճառելով Հունգարիա, մի քիչ Լեհաստանում, մի քիչ մեծ Բալտիկա, արդյունքում ավելի մեծ կլինի շրջանառությունը։ Շնորհակալություն։ Եվ ես այդ առումով լավատես եմ։ Մենք ավարտում ենք զրույցը, ես ուղղակի վերջում այսպես կարճ քանի որ տնտեսագետի հետ ենք զրուցում, շատ փորձառու, ես ուզում եմ ընդհանուր ձեր կարծիքը հարցնել այսօրվա մեր տնտեսության վիճակի մասին, որովհետև այստեղ եւս կարծես թե վիճակագրությունը լավ թվերի մասին է խոսում, բայց վիճարկում են, ասում են, այնինչ թվերով են ցույց տալիս իրականում այդպիսի վիճակ չէ։ Դա մարդիկ, ովքեր էլի տանում են դեպի հորետեսական էս քաղաքականությունը, որ մեր մոտ ամեն ինչ կորած է, վերջերս լսում է խոսակցությունը, որ բյուջե չկա, փող չկա բյուջեում եւ այլն, շատ լավ էլ կա։ Հարյուրավոր միլիարդներով մեր բյուջեն աճում է ամեն տարի։ Դա նշանակում է նաև ստերային տնտեսություն է, չէ՞ պակասում, որտեղ դրույք աճապերը հարկերի չեն աճում, հակառակ նվազում են։ Դրական աճ է, եթե 5 ամիս այս տարվա համատեք նախորդ տարվա 5 ամսվա հետ, տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է մոտ 8%։ Վատ չէ, երկնիշ աճ չէ, որ կուզենայինք, բայց գրեթե բոլոր ոլորտները ունեն աճ։ Բացի Եվրասիական միության երկրներից եւ առաջի հերթին բնականաբար Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունից արտահանումները պակասել են։ Նաեւ այս սանկցիաների պատճառների մասին բոլորիս հայտնի է։ Շնորհակալություն լավ զրույցի համար։ Այսքանը հարգելի հեռուստատոներ, մեր հյուրն էր տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը։